Եթե ձեր վարած քաղաքականության պատճառով Լարսում կամ ուրիշ սահմանային անցակետում, չգիտեմ որտեղ, Ռուսաստանում, ասում խանութներից են հայկական ապրանքները հավաքում, խանութներից ապրանքները հավաքում են։ Այդ խնդրեմը կա։ Ինչ եք դուք առաջարկում, դուք առաջարկում եք 20 օր հետո, որ դուք վերընտրվեք, այսինքն որտեղ դուք ասում եք, որ մենք վերընտրվելու ենք։ Ինչ ա լինելու, խնդրեմը ո՞նց ա լուծվելու։ Ես ուզում եմ այս սրա բացատրությունը դուք տաք, դուք ասում եք, Ժողովուրդ ջան, ոչինչ 20 օր կդիմանան, գազը չի թանկանալու։ Ուղղակի այս ապրանքներն որ փակել են, ընդունում են ասում են, հա, փակվել է, խնդիրներ կան, բայց 20 օր է, 20 օր դիմացեք, սա կդզվի։ Դեռ մարդիկ ասում են, այս տարի էժան ծիրան եք ուտելու ժողովուրդ, գիլաս եք ուտելու էժան, չգիտեմ, ինչի էժան, որովհետև չի գնալու ոչ միտեղ, մնալու է Հայաստանում, դուք պատկերացնում եք հազարավոր մարդիկ, ովքեր աճեցրել են, բանկերից վարկեր են վերցրել, գրավ են դրել իրանց տունը, այդ ջերմոցային տնտեսությունները, դե ծաղիկը փակվել է, կոնյակներն են ինչ որ փակվում, ջերմուկը փակվել է, էլի ապրանքներ ու ասում եմ, ոչ օֆիցիալ, որ օֆիցիալ փակված է, ես թվարկեցի, բայց ոչ օֆիցիալ կան, ոչ օֆիցիալ, որ դրա մասին խոսակցություն չկա, բայց ապրանքը գնում է հասնում է այնտեղ ու բախվում է մի հատ սարսափելի խնդիրների։ Ինչ ա լինելու։ Լուծումը ո՞րն է, իշխանությունը փոխանակ մարդկանց խնդրեմը լուծի, բայց Ժողովուրդ ջան 20 օր համբերեք, ինչ է 20 օր համբերեն։ Ձունը եկե պետք է հալվի, ինչ է 20 օր համբերվեն։ Բանա լավինան եկելա փագե ճանապարհը պետք է 20 օրից դզվի։